Վարդան Ղուկասյանի որդու հապճեպ անսպասելի կալանավորման մասին։ Ինչ է տեղի ունեցել։ Տեղի ունեցել հետևյալը, ուրեմն երեք մեզ զանգարեցին, ասեցին, որ պետք է հարատապ խապամիջոցի հարց ինչ-որ քննարկվի։ Ես նախորդ ժամանակահատվածում Հայաստանում չեմ եղել, իմ գործընկերս Արամայիս Հարապետյանը ինձ ասեց, որ նման միջնորդություն կա, ինձ ուղարկել է այդ բաները, այսօր նոր ստացել եմ ծանոթագիրը, ճիշտն ասած, բայց ամեն դեպքում Դադանը մեզ տեղեկացրել է զանգի միջոցով, ես հայտնել եմ, որ այդ օրը այդ ժամին այլ նիստով ծանրաբեռնված եմ եւ չեմ կարող իրականում ներկայանալ, խնդրեցի, որ նաեւ գրություն ուղարկեցի, որ այլ ժամանակահատվածում կամ այլ ժամը փոխեն կամ այլ օր նշանակեն։ Ըստ էության կազմի միջոցով եմ այդ ամեն ինչը փոխանցել, կազմը ինձ տեղեկացրեց, որ Էսպանիա Դադանը դատավորը նիստ ունի, հետագայում ցես տեղեկացնենք։ Հետո արդեն որոշ ժամանակ անց իմացա, որ նիստ է կայացվել առանց պաշտպանի։ Այո, առանց պաշտպանի նիստ է կայացվել եւ նման որոշում կա, բայց փաստական տվյալները ըստ էության մեզ Էսպանիան հայտնի չէ։ Տեղեկություններ կա, որ տնային կալանքի ժամանակահատվածում գտնելու ընթացքում Սպարտակ Ղուկասյանը զանգեր է արել։ Ինչ զանգերի մասին է խոսքը, ում է զանգել։ Այդ մասով ում է զանգել, չգիտեմ ում է զանգել, ըստ միջնորդության բովանդակության հետեւյալն է, որ ինչ որ խապամիջոցի պայման է, այսինքն տնային կալանքի պայման է խախտել, զանգեր է ինչ որ իրականացվել, բայց թե ում է զանգել, ինչ էր, այդ փաստական տվյալները արդեն տեղյակ չեն։ Ընդ որում ինքը Դատանի որոշմամբ տնային կալանքի պայմաններում մերձավոր ազգականների հետ շփում ուներ, որովհետեւ արկել չկա, նաեւ փաստաբաներ օրենքի ուժով փաստաբաներ է դա։ Հա, այսինքն Էսպանիայում մենք տեղեկություն չունենք, դրա համար սպառի չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Պարոն Ղարաքեշյան, իսկ Սպարտակ Ղուկասյանի հապճեպ այսպես առանց պաշտպանի կալանավորումը տնային կալանքից անմիջապես բանտ ուղարկել է, դուք կապում եք քաղաքական գործընթացի հետ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրիում հայտարարել էր, որ պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան։ Դե դրանք համակցված կարելի է, այո, համակցված կարելի է ինչ որ մի տեղ անել, քանի որ նորից եմ կրկնում, այդ հապճեպությունն է դրա մասին խոսում, մնացած փաստական տվյալների վերաբերյալ ավելի այստեղ այս դեպքում մեր գնահատմամբ, եթե նույնիսկ որոշակի խախտումներ իրականացվել, ես չգիտեմ եղել է կամ չի եղել, բայց եթե նույնիսկ եղած էր, ապա ավելի պիտանի խապամիջոց կարելի էր ավելի նախընտրել ավելի այլ ընդրանքային խապամիջոցների համակցված կիրառել, որը կարող է զսպում գործող հանդիսանալ, դա որևէ խնդիր ես առնվազն այս դրությամբ չեմ տեսնում, իսկ այս հապճեպությունը դրա մասին կարող է խոսել, այո, միանշանակ։